Չեղարկված թռիչքների պատճառով տարբեր երկրներում մնացած Հայաստանի քաղաքացիները շարունակում են անորոշության մեջ սպասել։ Դուբայ, Աբու Դաբի, Դոհա, շատերն էլ այս քաղաքներից տարանցմամբ ավելի հեռու Շրի Լանկա, Հնդկաստան։ Կառավարությունն առայժմ միայն առաջարկում է օգտվել Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան իրականացվող թռիչքներից, որոնց գները սկսվում են 1000 եվրոից։ Վերջին օրերին Մասկատից 2 օդանավ է ժամանել Երևան։ Առաջին թռիչքի տոմսեր գնել է Հայաստանի ընդամենը 15 քաղաքացի, իսկ անցած գիշեր օդանավը 90-ից ավելի հայաստանցիների է բերել։ Վաղվա ամենամատչելի տոմսը 1200 եվրո է։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում հիշեցրեց, պետությունը միայն ապահովել է, որ մարդիկ ցամաքային ճանապարհով հասնեն Մասկատի օդանավակայան։ Կառավարությունը մարդկանց տալիս ավտոբուս, վճարում է ավտոբուսի համար եւ ավտոբուսով հասցնում է Դուբայից օրինակ Մասկատ օդանավակայան, որտեղ կառավարությունը նաև ստացել է թռիչքի թույլտվություն։ Մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է։ Հիմա նայեք, ասում եք գները բան են եղել, բայց օրինակ եկեք նաև հասկանանք, մենք խոսել ենք, բանակցել ենք ավիաընկերությունների հետ, եկեք արձանագրենք, որ այդ նույն սովորական թռիչքով չի, չէ, ճանապարհով չի թռնում ինքնաթիռը, փակ այդ ամբողջ, այսինքն այդ նշանակում է կրկնակի երարկի ժամանակ օդում, ըստ այդմ նաև ծախսեր եւ այլն։ Մասկատից չարթերային թռիչքներն իրականացնում է քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Fly One Armenia ընկերությունը։ Նախարար Միրզոյանն ասում էր, իր ղեկավարած գերատեսչությունը գներով չի զբաղվում, բայց հստակեցրեց, հիմնականում վճարունակ մարդիկ են հայտնվել այս իրավիճակում։ Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այդտեղ, ասենք զբոսաշրջային նպատակներով, հա։ Կարելի է իհարկե լինի այլ պատճառներ, բայց ներողություն, եթե մի մարդ, օրինակ կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ, մի մարդ, որը մի ամիսը համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի եւ բան անի։ Ինչի մասին է խոսքը։ Մի քիչ արդար չի նաեւ պահանջը կառավարության նկատմամբ նաեւ այդ տոմսը առնել, նաեւ այն կլինեն այլ խմբեր, այլ խավեր, կմտածենք եւ կդիտարկենք բնականաբար նաեւ ֆինանսական այդ բեռը մեր վրա վերցնելու հարցը։ Դուբայում ընտանիքի հետ հանգիստն անցկացնող Աշոտ Համբարձումյանը, որ մարտի 2-ին պիտի վերադառնար, սպասում է հյուրանոցում սեփական միջոցներով։ Պատկերացնում եք մի ընտանիքի համար, որը եկել է 3-4 օրով հանգստանալու ու հետադարձ տոմսը արժի այս պայդրությամբ $1500։ Արտգործնախարարությունը, երբ որ հայտարարությունը տարածում, որ քաղաքացիներին պետք է օգնեն, որպեսզի դուրս գան այս իրավիճակից, դա քաղաքացու հաշվին դուրս բերում է պատերազմական իրավիճակից։ Ինչքանով է դա արդարացված, դիմում ես դեսպանատունը ոնց որ ավիակասա լինի, ասում է խնդրում եմ զանգարեք այս համարով, տոմսը վերցրեք, ով տոմս ունի, նրան կտարահանենք, ով չէ, մնացեք Դուբայում, ինչ ուզում եք, ոնց ուզում եք ապրենք։ Ուստի Համբարձումյանները մտադիր են դեռ սպասել Դուբայում, գուցե առաջիկա օրերին պատերազմն ավարտվի ու ավիաընկերությունը, որից գնել են վերադարձի տոմսը, վերականգնի թռիչքը։ Անմարդկային թանկ է, ոչ բոլորին հասանելի։ Չկա մի հոգի վերահսկի այս ամեն ինչը, որպեսզի մարդիկ կարողանան այս իրավիճակից դուրս գան ու վերադառնալ հայրենիք։ Եթե ես պետքա վճարեմ անձը $1200-ից $1500 ու հետադարձ տոմս առնեմ, ես իմ ընտանիքով եմ, դա բավականացնում է մոտավորապես մի 10 օր ստեղ ապրելու։ Դա մեր Հայաստանի Հանրապետության մտածելակերպը, որ հարգելի քաղաքացի, եթե ունես փող հետ արի, չունես, ոնց ուզում ես մնա։ Fly One Armenia-ից արտգործնախարարին տեղեկացրել են, որ Մասկատից թռիչքի ինքնարժեքը $170,000 է։ Սրանով էր նա բացատրում բարձր գները։ Ընդ որում Հայաստանի քաղաքացիներն արգելափակված են աշխարհի տարբեր անկյուններում, որտեղից անգամ Օման հասնելն է բարդ։ Իսրայելում ունենք 15 քաղաքացի, որոնցից 5-ի հետ մշտական կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, Քուվեյթում ունենք 17 քաղաքացի, նրանց հետ կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, առայժմ հնարավոր իրատեսական ուղիներ չկան, բայց բոլորը անվտանգ են։ Դոհայում ունենք քաղաքացիներ, առայժմ վերադառնալու հնարավորություն չկա, բայց բոլորը ապահովված են հյուրանոցներով, սնունդով։ Հնդկաստանում ունենք 117 քաղաքացիներ, որոնք այնտեղ են տուրիստական նպատակներով եւ Sevan Startup ուրեմն սամիթի ծրագրի շրջանակներում ուղիներ ենք փնտրում նրանց վերադարձնելու։ Շրի Լանկայում ունենք քաղաքացի, այսինքն բոլոր տեղերում նախ կապ ունենք եւ երկրորդ փորձում ենք հաճախ ստացվում է, մյուս տեղերում ուղղակի անհնարավոր, որտեղ թռիչքների փակ զոնա է եւ այլն։ Արդյոք առաջիկա օրերին այս ուղղություններից եւս կլինեն չարտերային թռիչքներ, որպեսզի իր թված մարդիկ ի վերջո տուն հասնեն, նախարարը չհստակեցրեց։